Իսկ ովքեր են ստորագրել դուք։ Ես Ալզիկը եւ Արմեն Ռուստամյանը։ Եթե չեմ սխալվում իհարկե։ Չեմ սխալվում։ Իսկ ով է երկրից բացակայում։ Աղվանը Վարդանյան։ Աղվանյան, առանց ԲՀԿ-ի ըստ էության կարծես թե շանս չկա արտահայտ Նստաշենյանը հրավիրելու։ Ինչ եք կարծում, այսինքն որքանով է նպատակահարմար հենց այս պահին է ստորագրահավաքը իրականացնել։ Նախ ստորագրահավաքը ինքը քաղաքական ակտ է, անգամ առանց նստաշրջանի ինքնին քաղաքական ակտ է, ովքեր են միանում, ովքեր էին պարզապես անպագոր հայտարարություններ անում, վերջապես ժողովուրդը հասկանա տարբերությունը, ընդդիմություն, իշխանություն եւ ինչ-որ նոր քաղաքական տերմին այլ ընտրանք, նրանք ոնց են իրար հետ հարաբերվում եւ որտեղ իսկապես կարելի է ակնկալել համագործակցություն։ Իհարկե պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ զուտ օբյեկտիվ պատճառներով ամառ, շոկ, մարդկանց բացակայություն, սեսիայի չլինելու հանգամանք, սրանք են խանգարում անշուշտ։ Եթե օրինակ հիմա բոլորը շենքում լինեին, ես վստահեցնում եմ ձեզ, որ սա կլուծվեր։ Այդ կա, բայց մյուս կողմից էլ, եթե իսկապես ցանկություն կա ստորագրելու, ձևը կգտնի։ Արձակուրդից կգան, ասում են հայ արձակուրդում են ԲՀԿ-ն։ Լավ, հիմա վերջապես ես դա եմ ասում, սա ինքնին քաղաքական ակտ է։ Մենք պատահական չի, չէ՞ որ բոլորս ստորագրում ենք, մենք կարող ենք մի անգամ սեպտեմբերին անել, ինչ է փոխվելու։ Այդ ժամանակ արդեն մենք կհասկանանք ով էր Դուբայ գնացել ընտրողների հետ հանդիպման, իսկ ով կարող է միանալ։ Պարոն Հովհաննիսյան, մեկ հարց է, հանրապետական խմբակցության ղեկավարը նույն արտահայտել կապված ասել է, որ մենք հարսնաքարի, ես համար հարսնաքարի հարց գոյություն չունի։ Իրենց համար ոչ մի հարց գոյություն չունի։ Անգամ ելույթների ժամանակ նշել հենց թիկնապահների հետ կապված։ Հայք, թիկնապահների հարցը 2002 թվականին, մի անգամ էլ այսպիսի այլանդակություններ եղել, բարեբախտաբար այն ժամանակ առանց մարդկային զոհերի, մենք այդ հարցը բարձրացրեցինք, պրես-կոնֆերանս, ես Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն եմ, ասեցի, որ հանձնաժողովը ամբողջությամբ լծվում է այս գործին։ Շատ քիչ ժամանակ հետո էքսպերտային խորհուրդը պատրաստեց օրենք թիկնազորային ծառայության մասին, որը չանցավ։ Մի քանի անգամ չանցավ, մի քանի անգամ բանակցություններ, բարեփոխումներ այդ օրենքի, փոփոխություններ, տարբեր կարգավիճակներին վերաբերող, վերջում, երբ արդեն ընտրական, ինչ-որ նախընտրական փուլ էր, Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ այո, ժամանակն է եւ այլն եւ այլն։ Դրանից հետո էլի ոչինչ չփոխվեց, որովհետեւ հայտարարությունը մի բան, ռեալ կյանքը ուրիշ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, որ մարդիկ թիկնապահում են, այդ մարդկանց ինչպես են դաստիարակում, թիկնապահներ ամբողջ աշխարհում կան, նույնիսկ կինոներ կան դրա մասին, բայց թիկնապահերին դաստիարակելու ատյան պետք է, որը սովորեցնի ինչպես կիրառել զենքը, կիրառել թե չկիրառել, որոշի ունենան թե չունենան, մարդկանց հետ վարվելակել եւ այլն, այդ վերահսկողությունը պետք է ստանձնի պետությունը։ Երբ պետությունը դա չի անում, դա ստանձնում են թիկնապահ վարձողները, իսկ թիկնապահ վարձողները մեզ մոտ, որպես կանոն դա այն տարրն է, որոնց մոտիկ չի կարելի թողնել ընդհանրապես մարդկանց հետ հարաբերվելու։ Եվ արդյունքում մենք ունենում ենք այս տեսակի դեպքեր։ Օրենքով արդեն հիմա ոչինչ չի լուծվի։ Արդեն հիմա մենք պետք է հասկանանք, որ ռեֆորմը դա միայն նոր օրենքներ չի։ Ռեֆորմը հին օրենքի ճիշտ կիրառումն է, որը չի եղել։ Պակաս չկա օրենքի այս հարցը լուծելու, նոր օրենք սրա համար պետք չի։ Իսկ դուք հավատում եք, որ նախաքննական մարմին իսկապես օբյեկտիվ քննություն իրականացնի, արդեն այս մտահոգություններ են հնչում ուղղորդված քննություն իրականացնելու։ Չեմ ծանոթ չեմ, իսկապես չեմ զբաղվել, չգիտեմ, կասկածներ իհարկե ունեմ, բայց չեմ ուզում ուղղակիորեն չհավատալ, սպասենք տեսնենք ինչ կլինի, դրա համեմատենք իրականությունը, որտեղ իրականությունները վերջապես թաքնված չի, բոլորը գիտեն ինչ է, եւ համեմատելուց հետո մենք կարողանանք գնահատել